երբ որ Բակրատ Սրբազանի շարժումն էր, այդ բոլոր այդ փողկապով առանց փողկապի երիտասարդները, այդ որ հիմա մեր ձևովի առնվազն առաջին 30-յակում են, հա, այդ թվում նաև Նիկոլի տիկտոկեր փոխնախարարը, հա, իրանք բոլորը, գիտեք, ինչ էնտուզիազմով էին մասնակցում Բակրատ Սրբազանի բոլոր ժողովներին, չգիտեմ, այդ սպիկերների ֆորմատ էր ստեղծվել բոլոր քննարկումներին, օքեյ, դա լավ է, որ այդ պրոյեկտը չստացվեց, հիմա իրանք սահուն տեղափոխվել են այնտեղ, բայց գիտեք, ես այնքան կուզենայի, որ ամեն 5 շաբթի, երբ որ ես գնում եմ Բակրատ Սրբազանի դատին, չբացակայում եմ միայն այն ժամանակ, երբ որ երկրում չեմ լինում, ես այտենց Բակրատ Սրբազանի շարժման ժամանակ մեր սենց արմունկներով բրթող, որ Սրբազանի կողքը կանգնեն, այդ մարդկանցից որևէ մեկին, ես Բակրատ Սրբազանի եւ 18 արդարների դատին տեսնեի, որովհետեւ ինձ համար անչափ կարեւոր է քաղաքականության մեջ նաեւ բարոյականությունը, սկզբունքայնությունը, որpիսի ես եւ իմ նման մարդիկ չմտածենք, որ սրանց կռիվը ընդամենը մեկ մանդատ պրճոկելու համար է, եւ ես ձեզ վստահեցնում եմ, հանրության գերա, երբ որ մենք նայում ենք բոլոր սոցիոլոգիական հարցումները, հա, ամենավատ թիվը մոտ 50%, 48-ից 50% ասում է, որ ինքը չի գնալու ընտրության, որովհետև որևէ մեկին չի հավատում, այն մարդիկ են, որ մտածում են, որ այս ընդդիմության գերակշիռ մեծամասնության կռիվը մի մանդատի կռիվ է,